Այսօր երաժշտություն առարկայի դասը կփորձենք երեխաներ անցկացնել աշխարհացույց կրթական հարթակի միջոցով։ Ես այս հարթակում պատրաստել եմ մեր թեմայի ամփոփման համար ցուցադրություն։ Մեր թեման է հայ ազգային ժողովրդական ծեսեր եւ նվագարաններ։ Ուշադիր նայեք նկարին։ Այս մեկնաբանության մեջ ես առաջարկում եմ հետևյալ հարցը ձեզ։ Ուշադիր նայեք էկրանին, ինչ եք կարծում այսօր դեպի ուր եք վիրտուալ ճամփորդելու եւ ինչ կապ ունի այս պատկերը մեր այսօրվա դասի հետ։ Ժամանակներ եւ հայկական հին ծեսեր։ Ծեսեր, նարեր, քեզ եք լսում, Հին օրեր։ հին օրեր եք ճամփորդելու։ Երեխաներ, ցուցադրության առաջին սկզբնական նկարում ես տեղադրել եմ հետևյալ նկարը, որտեղ մարդիկ են պատկերված ազգային հագուստով, ճիշտ է։ Եթե դուք այստեղ նկարվել եք, եւ տարեց մարդիկ կան, եւ երիտասարդներ են, ինչպես նաեւ կենտրոնում հասն ու փեսան են։ Բայց նրանք հագել են մեր ավանդական հայկական հարսանիքի տարազային հագուստը։ Ովքեր են նրանք։ Այս երիտասարդները երեխաներ մեր հայրենակից Հայկ Երանոսյանն է եւ նրա կինը Խոջաբաղյան Սիրարփին, ովքեր իրենց հարսանիքը ցանկացել են ազգային ծեսերին համապատասխան կազմակերպել եւ այդ ժամանակ այդպիսի կազմակերպություն չի եղել ու նրանք ստեղծել են Թոնի հարսանեկան գյուղը։ Թոնի հարսանեկան գյուղի գաղափարը ծնվել է 2 տարի առաջ, երբ Հայկը եւ Սիրարփին իրենց հարսանեկան հանդիսության համար չեն գտել որևէ ընկերություն, որը դա հայկական ավանդական ծեսին համապատասխան կիրականացներ։ Նրանք Սյունիքի շրջանի Բաղատին գյուղում հիմնում են Թոնի հարսանեկան գյուղը եւ Հայկն ու Սիրարփին դառնում են Թոնրի Անդրանիկ զույգը։ Իսկ թե ինչու հենց Թոնիր, դա իր բացատրությունն ունի։ Շրջաններում, որտեղ վանքի բացակայություն, եկեղեցու բացակայություն է եղել ու թեկուզ նախաքրիստոնեական շրջանում պսակը իրականացվել է, այսինքն այդ օրհնության կարգը իրականացվել է օջախի մոտ, տանօջախի, Թոնրի մոտ, այսինքն։ Մինչև հարսանիքը կազմակերպում ենք բարի երգի դասեր, որպեսզի մարդիկ կարողանան ծանոթանալ, նաև պատմում ենք ծեսերի մասին, որպեսզի իրազեկվեն։ Ավանդական հարսանիքը ավելի շատ բովանդակության մասին է, քան թե ձևի։ Երեխաներ, պատում հատվածում ես նշել եմ մեր այսօրվա դասի նպատակները։ Ինտերակտիվ նյութերի միջոցով ամփոփել եւ խորացնել ուսումնասիրելով թեմայի վերաբերյալ գիտելիքները, զարգացնել ինքնուրույն հետազոտելու եւ վերլուծելու հմտություններ։ Այսինքն մեր այսօրվա դասը երեխաներ մենք իրականացնելու ենք այս ինտերակտիվ քարտեզի միջոցով։ Հիմա դուք թեմայի ընթացքում անցած բոլոր նյութերը հերթով կներկայացնեք փիների տեսքով։ Փինը երեխաներ ցուցադրության առաջին փինը ներկայացնում է հայկական ժողովրդական ծեսեր ամանորը։ Ես նախ ներկայացնեմ հայկական ժողովրդական ծեսերից, ավանդույթներից եւ սովորույթներից ինչ ենք մենք ուսումնասիրելու, այնուհետեւ փինը մեզ կներկայացնի Մարի։ Ուրեմն նոր տարի, Քրիստոսի ծնունդը եւ մկրտությունը, Սուրբ Սարգիս, Պյառն ընթառաջ, բարեկենդան, մեծ պաս, ծաղկազարդ, զատիկ, համբարձում, վարդավառ, խաղաղորդնեք Աստվածածնի վերափոխում, խաչվերած եւ նավասարդ։ Ես կներկայացնեմ հայկական ժողովրդական ծեսերից ամանոր փինը։ Հայկական ժողովրդական ծեսերը ազգի կյանքի կենցաղի սովորույթներն են։ Դրանք ժամանակի ընթացքում սիրվել ու պահպանվել են դառնալով ավանդույթ եւ փոխանցվել են սերունդներին։ Հայ ժողովուրդն ունի բազմաթիվ ծիսական արարողություններ, որտեղ երգն ու պարը կարևոր դերակատարում ունեն։ Կոմտասի խոսքերով հայ ժողովրդի երգն ու պարն այնքան հարազատ է ու ազգային, այնքան ինքնուրույն, որքան ազգի լեզու եւ գրականությունը։ Ժողովուրդը երգում է այնպես, ինչպես մտածում եւ խոսում է։ Հայ ժողովուրդը ամանորը նշել է վաղնջական ժամանակներից, այն անվանվել է կաղան, նավասար, տարեմուտ։ Նշվել է մարտի 21-ին, հետո օգոստոսի 11-ին։ Այժմ ամանորը նշում ենք հունվարի 1-ին։ Ամանորի երգում են ծիսական երգեր, պարում դրանց ներքո կազմակերպում էին խաղեր, ձիաշավներ։ Այստեղ առաջին նկարը ես տեղադրել եմ երեխաներ հայկական ժողովրդական տոներից նավասարդը ներկայացնող պատկերը եւ երկրորդը սա կոչվել է կաղանդ ծառ։
Ահա, մենք նաև դասի ընթացքում ունեինք հարվածային գործիքներ պատրաստելու տեսանյութը։ Մեր ցուցադրության մեջ հաջորդ քայլը, որ պետք է կատարենք, տեսնենք, թե հղումով ինչ եմ ներկայացրել։ Պետք է երգենք Նոր տարի երգը։ Բարով եկա ուրախ տարի, նորի շրջան բռնեք բարի, հազար նորույս մարեք, մեկ օնածառը զարդարեք։ Jingle bells, jingle bells, jingle all the way, all the fires to Ես կներկայացնեմ հայկական ժողովրդական ծեսերի Սուրբ Ծնունդ փինը։ Սուրբ Ծնունդը նշվում է հունվարի 6-ին, նվիրված է Հիսուս Քրիստոսի ծնունդին։ Ես այս փինը երեխաներ տեղադրել եմ։ Հիսուս Քրիստոսը որտեղ է ծնվել։ Բեթղեհեմում, չէ՞։ Քարտեզի վրա փինը գտնվում է Բեթղեհեմ քաղաքի կոորդինատներում։ Ծննդան գիշեր, սուրբ գիշեր, աստղեր են արմայնում, Դեշտակները երկնքից ձեզ դուր են հավերում։ Հղման մեջ երեխաներ տեղադրված է Ավետիս երգի երաժշտությունը, որը մենք պետք է հիմա երգենք։ Տեսնենք մեր ցուցադրության մեջ ինչ ունենք։ Ահա, հետաքրքիր է իմանալ։ Գաբրիելա, կկարդաս մեզ համար ինչն է հետաքրքիր իմանալ։ Սուրբ Ծնունդին հայկական գյուղերում երեխաների համար գյուղացիների տներն էին գնում և ավետիցներ երգում համագյուղացիները նրանց նվերներ և համեղ հացավենիքներ էին տալիս։ Շատ։ Ժողովրդական ծեսերից է դրանից առաջ ժողովուրդը հավատում հայրվարային տիկնիկներերը, օգնություն, ընտանիքներին, բարություն և հաջողություն։ Փետրվարի 13-ի երեկոյան եկեղեցիների բակերում խարույկները վառում, ինչը որդանցում է Քրիստոսի լույսը։ Եկեղեցուց բերած տների բակերում ևս միակ է վառում։ Հնում կանայք դուրս էին բերում աղաց, չամի, չղնիս, որտեղ տեսնում են կրակի շուրջ նվաժանում են կաներին։ Կընտրել Կոմիտասի Շուշիկի մանրանվագը դաշնամուրի, ապա թար նվագարանի կատարմամբ։ Պատում հատվածում ես տեղադրել եմ։ Կընտրենք երեխաներ։ Հիմա կփորձենք նաև նույնը թար երաժշտական գործիքի կատարմամբ կընտրել։ Շուշիկի պարը։ Մեր ցուցադրության հաջորդ առաջադրանքը ազգային նվագարանները, տեսնենք, թե ինչի մասին է երեխաներ։ Սա ձեր դասի ներկցված, Գեարգընթառաջ դասի ներկցված ազգային նվագարանների մասին։ Գորջան, կարող ես կարդալ, մոտենալ եւ կարդալ այն, ինչ է ներկայացված այստեղ։ Հայկական ժողովրդական ծեսերը
ուղեկցվում են ազգային նվագարանները։ Ահա, թվարկիր ազգային նվագարանները։ Շվի, քանուն, դհոլ, թ։ Ճիշտ է, շնորհակալություն։ Այս տոնին պատրաստել են տարատեսակ ուտելիքներ, կազմակերպել են թատերական ներկայացումներ, դիմակներով խաղեր, երգել են ու պարել, տոնին պատրաստել են և մասնակցել են թե մեծերը, թե որդերը։ Շադրել եմ բարեկենդան բառի նշանակության մասին եւ առհասարակ բարեկենդան տոնի մասին պատմող տեսանյութը։ Լսենք, թե ինչ է նշանակում բարեկենդանը եւ տոնի առանձնահատկություններից որոշ հատված։ Բարեկենդան օրերը խելքս գլխես թրերը։ Բարեկենդան բառը բաղկացած է բարի եւ կենդան բառերեն։ Կենդան կնշանակե կյանքով լեցուն։ Այս տոնին մարդիկ զիրար շնորհավորելու ժամանակ իրարու կմաղթեն բարի կյանք եւ երջանկություն։ Ցուցադրության մեջ հաջորդը մեր գացեք, տեսեք երկի տեսահոլովակն են տեղադրել։ Փորձենք միասին երգել։ Գացեք, տեսեք ով երևեցը, Բացին տեսան երկնակերեցը, Ենու է ձեզ մուկրեպը ձեզ բարեկենթան, մեզ բարի զավիկ, ձեզ բարեկենթան, մեզ բարի զավիկ։ Պատում հատվածում ես դրել եմ հղումը, որ մենք կարողանանք լսել Կարամուրզայի մշակմամբ գացեք, տեսեք երգը։ Գացեք տեսեք, հայկական ժողովրդական երգ երգչախմբի կատարմամբ, մշակումը Քրիստափոր Կարամուրզայի։ Խորհրդանշում է Հիսուս Քրիստոսի հաղթական մուտքը Երուսաղեմ։ Այդ օրը նաև հռչակվել է մանուկների օրհնության նոր։ Ծաղկազարդին հնում ծառերը զարդարել են նաև հունավոր լացներով կամ պտուղներով։ Դա է պատճառը, որ տոնը նաև անվանել են ծառծաղթար։ Շատ շնորհակալություն լստիր։ Ահվասիկ դրան առաջին և բախում են, եթե մեկն ակաշ դնին ձայնին և բացանի դուրը, կմտնեմ նրա մոտ։ Պատումի հատվածում ես տեղադրել եմ գարուն երգը երեխաներ ծաղկազարդին։ Կատարում ենք հայկական ժողովրդական գարուն երգը։ Ունկնդրել ախ գարուն է հայկական ժողովրդական երգը։ Սա այս երգը երեխաներ մեր փինի տեսանյութերից մեկն է։ Նորից ես կվերադառնամ փին եւ կմիացնեմ, որ դուք ունկնդրեք։ Սուրբ Զատիկ Սուրբ Զատիկը հայոց եկեղեցու գլխավոր տոներից մեկն է։ Այն խորհրդանշում է Քրիստոսի հարությունն ու խաչելությունը։ Հանուն մարդկας փոխության մարդիկ իրար ողջունելիս ասում են Քրիստոս հարություն արավ մեռելներից և պատասխանում օրհնյալ է հարությունը Քրիստոսի։ Աղբիկները նետում են կարմիր և նվիրում իրենց։ Կարմիր գույնը խորհրդանշում է Քրիստոսի արյունը։ Երեխաներ կատարում ենք Զատիկի պարե երգը։ Տարվաներ ուրախարի, լուղի հատես այս ագիկ, քեզ տեսրան մուշկացրոր, չկա ոչ մի օր, բարով եկար այս ագիկ, կարնան սիրում խատուտիկ, բարով եկար այս ագիկ, կարնան սիրում խատուտիկ։ Մեր ցուցադրության մեջ հաջորդը դինամիկ սկրինշոթով տեղադրել եմ երեխաներ ունկնդրել եւ սովորել Զատիկի պարը։ Կարող եք նորից էլի տանը մեր ցուցադրությունը, որ ես ուղարկել եմ ձեզ հղումով, ձեր Braille-graph էջերը բացեք, աշխարհացույցի էջերը բացեք երեխաներ եւ այդտեղից կարող եք նորից դիտել եւ սովորել այս երգերը։ Ես կներկայացնեմ համասմունտոն փինը։
Համբարձման տոնը հայ ժողովրդի սիրելի ու սիրված տոներից է եղել։ Աղջիկները երգելով շրջել են տնից տուն, ծաղկեբնջել են գրել, իսկ տանտիկիններն նրանց նվերներ են տվել։ Այս տոնի ժամանակ վիճականելու արարողություն է եղել։ Համբարձման կիրակի օրը երիտասարդներն ու աղջիկները կազմակերպել են տոնախմբություններ։ Դրանք ուղեկցվել են համբարձմանը նվիրված երգերով, պարերով, խաղերով ու մրցույթներով։ Դինամիկ սկրինշոթով տեղադրել եմ հետևյալ պահանջը՝ դիտել եւ կատարել համբարձման երկուշաբթի ժողովրդական երգը։ Քանի որ մենք փինի մեջ ունենք սա, փորձենք եւ դիտել եւ պարել։ Հղումով տեղադրել եմ, պետք է երգենք համբարձման երկուշաբթի երգը։ Բացվավոր մշու դաշտը, համբարձման երկուշաբթի, բացվավոր մշու դաշտը, համբարձման երկուշաբթի, հալիկնար, ջալիկնար, հալիկնիար, իկնիար, հալիկնար, ջալիկնար, հալիկնիար, իկնիար։ Հայ առաքելական եկեղեցին տոնում է Քրիստոսի պայծառագործության տոնը։ Տոնը նշվում է հունիսի 28-ից մինչև օգոստոսի 1-ը ընկած ժամանակահատվածում։ Մեր այն հայ ժողովրդի և հատկապես երեխաների սիրելի տոնն է։ Այս մուլտֆիլմը նկարահանել է Դիսնեյլենդը, որտեղ Աստրիկ Դիցուհին ներկայացնում է ամերիկյան հերոսին մեր տոնի նշանակությունը։ I have special powers to remove the water from your dress, and I can make it beautiful again. But how? After all, I am the goddess of water, love, and beauty, and it's my duty to help a friend in need. Եկեք մաքրենք այս գեղեցիկը սկեցու և եկեք զվարճանանք այս տոնով։ Վարդավառ ժողովրդական երգ։ Շուշաններից մեր հողումը խորորում է մեր սարում, աղջիկ կահա խմբով ուրախ եթեն ասում ու պարում, ամրաշոթին արևը վաշոշովում է երկնքում, աղջիկ կահա իրար վրա ջուր է սորում ծիծաղում։ Վարդավառ փինի մեջ երեխաներ, ես նաև տեղադրել եմ ջան ծաղիկ պարը։ Ունկնդրել Սոնայար երգը։ Սոնայար երգը ունկնդրելու համար պատում հատվածում հղումն եմ տեղադրել, որը մենք հիմա միացնենք և կլսենք։ Սոնայար, սոնայար, սոնասիրում, սոնայար, սոնայար, սոնայար։ Երեխաներ, մեր այսօրվա թեման ամփոփելու համար, ամփոփման ես ցուցադրության մեջ տեղադրել եմ նաև հղումով խաչ բառը։ Աշխատանքը կատարելու եք զույգերով, երեխաներ։ Նախ խաչ բառի վերևի հատվածում յուրաքանչյուրը գրում եք ձեր անուն ազգանունը։ Այո, այո։ Համբարձման։ Այո, այո, այո։ Ժամանակը լրացել է, հիմա ստուգում ենք, ուշադիր։
Կայքում երեխաներ նաև միանգամից պատասխաններն էլ կարող ենք այսպես տեսնել։ Եվ 10-ը հարվածային նվագարան, սանթուր, այո, սանթուր, վերջ։ Գնահատման փուլի համար երեխաներ ես առանձնացրել եմ երգի քարտ։ Գրեք 3 փաստ, որ հայտնաբերեցիք այսօրվա վիրտուալ ուսումնասիրության ընթացքում, 2 երևույթ կամ օբյեկտ, որոնց միջև մենք հստակ կապ գտանք եւ մեկ հարց ինչ կլինի, եթե ձևաչափով հարց, այսինքն ինչ կլինի, եթե ենթադրենք, օրինակ ենթադրենք աշխարհացույց հարթակը մեզ հնարավորություն չտար։ Էլի մենք մեր դասը կանչկացնենք երեխաներ, բայց կարծում եմ այսպես ավելի հետաքրքիր չէ ստացվեց։ Սա է լրացնելու համար ձեզ տալիս եմ ժամանակ։ Ինչ հնարավորություն է տալիս մեզ աշխարհացույց հարթակը, կրթական հարթակը, քարտեզի օգնությամբ մենք կարող ենք նաև գտնել քաղաքների միջև հեռավորությունը։ Դուք տեսակ, ես ընթացքում, երբ որ փիները ներկայացնում էի, ձեզ ասում էի, որ փինը, որ քաղաքի, որ հատվածի վրա է տեղադրել։ Հիմնականում երեխաներ փիները տեղադրել են մեծ հայքի տարածքում։ Բացառությամբ Սուրբ Զատիկ եւ Սուրբ Ծնունդ փինը, դրանք ես տեղադրել եմ Երուսաղեմում, որովհետեւ Քրիստոսը ծնվել է Բեթլեհեմ քաղաքում եւ Երուսաղեմի ասացինք թե որտեղ է նա խաչվել Երուսաղեմի որ լեռան վրա Գողգոթա լեռան վրա է խաչվել նա եւ թաղվել է Երուսաղեմի այն հատվածում որտեղ այսօր կառուցված է Սուրբ Հովհաննես տաճարը։ Հիմա ենթադրենք մենք ցանկանում ենք մեր տեղադրած փիների միջև եղած հեռավորությունը հաշվել։ Ահա Ինչպես ենք կիրառում այդ գործիքը։ Գործիքների շարքում տեսնում եք, այստեղ գործիքներ կա, երեխաներ աչանկյունում, ես ցույց եմ տալիս։ Մենք վերցնում ենք օրինակ, ենթադրենք կանոն գործիքը։ Սա կոչվում է կանոն։ Եվ ասեք ցանկանում եմ իմանալ հայկական ժողովրդական ծեսեր ամանոր փինից մինչև համբարձման տոն փինը որքան հեռավորություն է, կանոն գործիքը դնում է ու չափում։ Անմիջապես բացվում է պատուհան, որտեղ ցույց է տալիս, որքան հեռավորություն է այս տարածքը, ահա, քանի րոպեում ինքնաթիռով կարող եք գնալ, ավտոմեքենայով, ոտքով, ձիով, ահա, վարդավառ-փինը ես ձեզ ասացի, չէ, որ տեղադրել եմ մեր տարածաշրջանի Անգեղակոտ գյուղի վրա, որովհետև վարդավառ տոնը նրանք յուրահատուկ են նշում։ Ահա, ասենք, սա Անգեղակոտն է, գծում եմ մինչև, ահա, յարն ընդառաջ, հաջորդ փինն եմ գծում։ Աշխարհացույց հարթակը նաև ունի հետևյալ գործիքները։ Օրինակ, մենք կարող ենք քարտեզի տեսքը փոխել։ Սա ֆիզիկական քարտեզն է, մենք ֆիզիկականի վրա աշխատեցինք։ Մենք կարող ենք փոխել նաև արբանյակային։ Ահա, սա արբանյակային տեսքով քարտեզն է։ Քարտեզը դարձնել գլոբուս։ Եվ տեսնում ենք, թե գլոբուսի վրա որտեղ են գտնվում մեր փիները։